Այսօր նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաստատեց, որ երեխայի մարմինը գտնվել է, նշանակվել են փորձաքննություններ։ Ներքին գործերի նախարարության էջում հրապարակվել է նոյեմբերի 2-ին ժամը մոտ 15:00-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի հարակից դաշտամիջյան տարածքում որոնողական աշխատանքներում ներգրավված փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող Տիգրան Օյիդին, ծնված 2022 թվականին։ Երեխան անհետ կորել էր գյուղի տարածքից և մի քանի օր շարունակ իրականացվում էին լայնածավալ որոնողական գործողություններ։ Նշանակվել է փորձաքննություններ երեխայի մահվան հանգամանքներն ու նախնական պատճառները պարզելու նպատակով։ Դատաբժիշկների, քրեագետների և համապատասխան մասնագետների կողմից շարունակվում են անհրաժեշտ ուսումնասիրությունները։ Որոնողական աշխատանքներին մասնակցում էին Ներքին գործերի նախարարության, ոստիկանության և փրկարար ծառայության մեծաքանակ ուժեր, կամավորներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Աշխատանքներն ընդգրկել էին գյուղի շրջակա տարածքները, դաշտային հատվածները, ափամերձ գոտիներն ու ջրային հատվածները։ Նախաքննությունն ընդգրկում է բոլոր հնարավոր սցենարները, իրավապահ մարմինները քննության տվյալների հրապարակման ժամկետների մասին լրացուցիչ տեղեկատվություն չեն հայտնում։ Սա շատ ծանր ու ցավալի պատմություն է և բնական է, որ հասարակության մեջ առաջանում են հարցեր՝ ինչու մինչ այս չէին գտել, ինչու այդքան մոտ էր, ինչու որոնումներն այդքան երկար տևեցին։ Սակայն պետք է հիշել, որ պաշտոնական մարմինները դեռ չեն ներկայացրել վերջնական եզրակացություններ և նախքան եզրակացություններն անելն անհրաժեշտ է սպասել քննությանը։ Սակայն կարելի է դիտարկել հնարավոր տրամաբանական, իրական և փորձագիտական բացատրությունների շրջանակն առանց սենսացիաների։ Հավանաբար տեղանքը եղել է բարդ և եղանակային պայմանները չեն նպաստել։ Ծափաթաղի շրջակայքը դաշտային է, բայց նաև ունի խոտածածկ, ջրափոսեր, առվակներ, քարքարոտ հատվածներ։ Փոքր երեխայի մարմինը կարող է ընկնել փոսի, թփերի կամ խոտածածկի մեջ, դառնալով գրեթե անտեսանելի նույնիսկ կողքից անցնողի համար։ Ավելացնենք նաև, որ երեկոյան կամ մառախուղային պայմանները որոնումներն էլ ավելի են դժվարացնում։ Երեխան փոքր մարմնի, բայց շատ արագ շեղվող և անվերահսկելի շրջագայության ունակություն ունի։ Հաճախ նման դեպքերում երեխաները քայլում են բավական մեծ հեռավորություններ, հետո ընկնում կամ թաքնվում են թփերի մեջ, ջրանցքում կամ փոսի մեջ։ Խոտածածկ տարածք, հող, քամի անցնող մարդիկ, կենդանիներ, դրանք բոլորը կարող են մաքրել հետքերը ժամերի ընթացքում։ Արտակարգ իրավիճակներում ծնողները, հարազատները և անգամ փրկարարներն առաջին ժամերին հաճախ որոնում են փոքր շրջանակով տարածքները, ենթադրելով, որ երեխան չի կարողանա հեռու գնալ։ Ճիշտ է, տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել, բայց դա չի բացառում։ Տեխնիկան միշտ չէ, որ տալիս է բացարձակ պատասխան։ Փրկարարական միջազգային փորձը ցույց է տալիս՝ կորած փոքրիկները շատ դեպքերում գտնվում են 200-ից 600 մետր շառավղով։ Երեխաները հաճախ սառչում կամ ընկնում են տեղամաս, որտեղ չեն երևում։ Հստակ գիծ չկա, երբեմն նույնիսկ 10-ից 20 մետր հեռավորության վրա չեն կարող նկատվել։ Այսինքն մոտ գտնվելը բացարձակ բացառություն չէ, այլ հաճախ հանդիպող պատկեր։ Այժմ առեղծվածը պայմանավորված է ոչ թե իրական գաղտնիքով, այլ քննության ընթացքը գաղտնի է, մարդիկ չունեն ամբողջական ինֆորմացիա, ավտոմատ ձևով ծնվում են հարցեր։ Առեղծվածները հիմնականում առաջանում են տեղեկատվական վակուումի դեպքում, իսկ այս պահին հենց դա է։ Հնարավոր վարկածները միայն ընդհանուր առումով՝ ճանապարհի կամ տարածքի շփոթում, վախեցած երեխայի հեռացում, արտակարգ առողջական իրավիճակ, սայթաքում կամ ընկնել անտեսանելի փոսի մեջ, վայրի կենդանու ոչ կտրուկ միջամտություն։
Հետևյալ պատասխանները կգան միայն պաշտոնական փորձաքննությունից հետո՝ վնասվածքների առկայություն կամ բացակայություն, մահվան ժամանակն ու բնույթը, մարմնի տեղափոխման հետքերը, բնական միջավայրի ազդեցություն։ Միայն դրանից հետո կարող է եզրակացվել դա դժբախտ դեպք էր, կենդանու ներգրավում, թե այլ բան։ Շատ կարևոր է այս պահին ամենաարդարը և ամենամարդկայինը՝ չդատել, ոչ մեկին սպասել քննությանը, հարգել ընտանիքի ցավը, սա ողբերգություն է, ոչ սենսացիոն սյուժե։ Եթե ցանկանաք, կարող ենք ավելի մանրամասն տեղեկացնել, թե ինչ է կատարվել իրականում, այնպես որ միացեք մեր ալիքին, իսկ մենք մեր ցավակցությունն ենք հայտնում փոքրիկի ծնողներին, ընտանիքի անդամներին և իհարկե հարազատներին։ Մենք հույսով սպասում ենք, որ նա կգտնվի ողջ ու առողջ։